Բարի երեկո։ Այսօր իմ զրուցակիցն է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Բարի երեկո, պարոն վարչապետ, շնորհակալ եմ այս հնարավորության համար։ Սկսենք Վենսի այցից, պատմական այց է ինչու, որովհետև բոլոր ժամանակներում Հայաստանն այցելած Միացյալ Նահանգների ամենաբարձրաստիճան պաշտոնյանը եւ օրակարգն էլ բավականին հագեցած էր, խաղաղ նպատակներով միջուկային անվտանգության, էներգետիկա համագործակցությունից մինչև կիսահաղորդիչներ, չիպեր, 11 միլիոն դոլարի անօթաչու թռչող սարքեր, TRIP-ի հիմնադրամով 2 փուլով 5 եւ 4 միլիարդ դրամի ներդրում եւ կարծում եմ ամենակարևորն այն էր, որ Վենսը նշեց, որ Հայաստանի հարցում այնքան վստահ են, որ ոչ միայն ներդրումներ են անում, այլև այստեղ տեխնոլոգիաներ են արտահանում։ Եթե ամփոփելու լինենք այս այցը, ինչ էինք սպասում եւ ինչ ստացանք ու հետագա համագործակցության համար ինչ հեռանկարներ է բացում։ Գործնական առումով ստացանք այն, ինչ եւ սպասում էինք, բայց նաեւ պետք է նշել, որ այցի մթնոլորտը շատ ավելի հաճելիորեն, շատ ավելի դրական ստացվեց, քան նույնիսկ սպասում էինք։ Ես շատ ուրախ եմ արձանագրել, որ մեր հանրության շրջանում շատ դրական ընկալում ունեցավ եւ սա թերևս մի կարեւոր եւ շատ արտահայտիչ պատկերումն է բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականության, որի արդյունքները մենք տեսնում ենք եւ իհարկե շատ կարևոր է այցի տնտեսական համատեքստը, որովհետև Միացյալ Նահանգների փոխնախագահի այց, այն էլ J.D. Vance-ի նման վառ քաղաքական գործչի այցը, բնականաբար Հայաստանը դնում է համաշխարհային ուշադրության կենտրոնում եւ շատ կարևոր է, որ Միացյալ Նահանգների ներդրումային միջավայրի ուշադրությունը լրացուցիչ հրավիրվում է Հայաստանում բացված եւ բացվող ներդրումային հնարավորությունների վրա։ Գիտեք, նաեւ ես գիտեմ, որ քննարկումներ կան թվերի հետ կապված, շատ կարեւոր է արձանագրել, որ Միացյալ Նահանգների փոխնախագահը այդ մեծ թվերի հրապարակումով ցույց է տալիս Միացյալ Նահանգների մեծ քաղաքական կամքը աջակցելու Հայաստանում ներդրումներ իրականացնելու, այդ մեծ թվերը պետքա կոնկրետացվեն եւ դարձվեն կոնկրետ նախագծեր, կոնկրետ հասցեներ, կոնկրետ լոկացիաներ եւ իհարկե ուղղություններն էլ դուք արդեն նշեցիք։ Մենք առաջին անգամ Միացյալ Նահանգների հետ պաշտպանության ոլորտում իրականացնում ենք եւ իրականացնելու ենք համագործակցություն։ Բայց շատ կարեւոր է արձանագրել, որ այս ամեն ինչը իրականում խաղաղության օրակարգի արդյունքներն են եւ գիտեք ուղղակի զարմանալի է, ես հետահայաց նաեւ փոխնախագահի հետ էինք խոսում, ես հիշում եմ մի տարի առաջ մեր ունեցած հանդիպում ենք առաջին անգամ փետրվարի 7-ին ենք հանդիպել 2025 թվականի, ես նույնիսկ մեր զրույցի եւ ճաշի ընթացքում ասի հիշում եմ այդ ժամանակ ինչ վիճակում էր Սպիտակ տունը, նկարները, հին նկարները հանած, նոր նկարները դեռ չկախած, կահույքի այսպես շարժերով, անձնական իրերի մուտք գործող եւ դուրս եկող անձնական իրերի արխերով եւ այլն, եւ այդ արխերի արանքում այդ հնարավոր եղավ այդ հանդիպում կազմակերպել, որ շատ մեծ նշանակություն ունեցավ եւ ես հատուկ ընդգծեցի փոխնախագահի նկատմամբ իմ հարգանքը կրկնապատկվեց, եռապատկվեց, որ մինչև ես Վաշինգտոնից հասա Երևան, Միացյալ Նահանգների դեսպանատնից արդեն մեզ ծանոթեցին, որ այցի արդյունքներով Միացյալ Նահանգների փոխնախագահը զեկուցել է Միացյալ Նահանգների նախագահին եւ տրվել են անհրաժեշտ հանձնարարականներ եւ դա ինձ չափազանց զարմացրեց եւ ահա մենք այսօր տեսնում ենք դրա արդյունքը։